Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման CBS հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե չի ենթադրում, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջև ռազմական բախում լինի։ Թեպետ մենք շատ ենք աշխատել փառատելու ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, այդ թվում ռազմաճակատի գծին մոտ գտնվող Բալթյան փոքր երկրների մտավախությունները, օրինակ Էստոնիայի, որը ես այցելեցի անմիջապես ՆԱՏՕ-ի Ուելսյան գագաթնաժողովից առաջ, ասել է Օբաման։ Զրուցելով 60 րոպե հաղորդաշարի մեկնաբանի հետ Օբաման վերստին դատապարտել է Ռուսաստանին ավելի թույլ եւ տարածքով ավելի փոքր պետության, Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը ագրեսիայի եղանակով խախտելու համար։ Միաժամանակ Ամերիկայի նախագահը նշել է, որ չնայած դժվարություններին դեռ կա հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու հնարավորություն։ Կողմերը հայտնել են պայմանավորվածության մասին, որի համաձայն Ռուսաստանը կշարունակի գազ վաճառել Ուկրաինային, ուստի ուկրաինացիները ձմռանը չեն մրսի, կա քաղաքական լուծման հնարավորություն, ասել է Օբաման։ Օբաման CBS-ին ասել է, թե այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Ամերիկան կոշտ դիրք չորդեգրեր այն դեպքերում, երբ Ռուսաստանը անարդար էր վարվում։ Նա ասել է, որ Վաշինգտոնը դեռ ընձեռում է Մոսկվային միջազգային իրավունքի նորմերին վերադառնալու հնարավորություն, ինչը բխում է եւ Եվրոպայի եւ հենց ռուս ժողովրդի շահերից։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները առճակատում չի ուզում, բայց վճռական պաշտպանելու է իր սկզբունքները։ Բարակ Օբաման խոսել է նաեւ Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների մասին, ասելով, որ դրանք միշտ գործնական բնույթ են կրել։ Մինչդեռ նախորդին ռուս-ամերիկյան հարաբերությունների թեման արծարծել է նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, խոսելով Սանկտ Պետերբուրգի 5-րդ ալիք հեռուստակայանի թղթակցի հետ, արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե երկու երկրներին թերևս անհրաժեշտ է հարաբերությունների վերաբեռնավորում, ինչպիսին եղավ այն բանից հետո, երբ Օբամայի վարչակարգը որոշեց բարելավել Ջորջ Բուշ կրտսերի օրոք փակուղի մտած ռուս-ամերիկյան կապերը։ Ես մշտապես շփվում եմ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, կան շփումներ այլ խողովակներով, բայց մենք իզորու չենք պարտադրել ամերիկացիներին դառնալ մեր բարեկամը կամ գոնե լսել մեզ։ Мы абсолютно заинтересованы в том, чтобы эти отношения нормализовались. Но не мы их разрушали. Մենք բացառապես շահագրգռված ենք հարաբերությունների բարելավմամբ, սակայն մենք չենք, որ դրանք ավերել ենք, ասել է Լավրովը, ավելացնելով, որ Օբամայի վարչակարգը հիմա ավերում է այն, ինչ ժամանակին ստեղծել է ռուսական կողմի հետ միասին։ Ռոսիայի հեռուստակայանին տված մեկ ուրիշ հարցազրույցում Լավրովը խոսել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Այն արագությունը, որով ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի ընթացքում անցավ կոշտ առճակատման, մեզ ներկայացնելով բացարձակապես անընդունելի միակողմանի չափածուցված մեղադրանքներ, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն դեռ չի ձերբազատվել սառը պատերազմի մտածելակերպից, ասել է Սերգեյ Լավրովը։